աշխատակազմով, լրագրողներ, կառավարչի աշխատում ՀԿ-ները եկել։ Ով է այստեղ պոտենցիալ ռիսկը, ով է, որ ոստիկանության աշխատակիցները պետք է գտնվեն սրա։ Պարոն Ղազարյան, չեմ ուզում հիմա բանավեճի մեջ մտնենք։ Չեմ, մի րոպե, ես եմ որոշում ստեղ 6-րդ անգամ եմ կրկնում։ Ես եմ նիստը վարողը, ես եմ որոշում ոնց եմ անելու։ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի դուք եք ստիպում, Հայաստանի Հանրապետության։ Պարոն Ղազարյան։ Ուրեմն ուշադիր լսեք, դուք հիմա ես լսեք, հարցադրումը չեմ ավարտել։ Ձեր ձայնը չբարձրացնեք մեկ։ Երկրորդ անդադ կրկնելով, որ ես նիստը վարում եմ, չի ստացվում, որ վարում եք երկուս, եւ երրորդը շատ տրամաբանական հարց են բարձրացնում։ Ոստիկանության համազգեստով աշխատողները գտնվում են դահլիճում։ Հարց, ռիսկ կա արդյոք թե ոչ, ձեր ասած անկարգության կամ մյուսի։ Երկրորդը, ռիսկ ում կողմից եք տեսնում։ Գոնե ասեք ձեր կողմից չեք տեսնում, ես հարցս հանում եմ, թող մնացած իրանց մասին խոսեք։ Պատասխանում եմ։ Ինչ? Հրազեն կրող մարդ կա, պատասխանում եմ հարցին։ Ոստիկանները հանդիսանում են ևս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ կարող են մասնակցել դղմբած նիստին։ Սա մեկ, երկրորդ, վտանգների մասին մենք երեք նիստը չսկսած հենց առաջի վայրկյանից ականատես եղանք այն անկառավարելի եւ անհասկանալի իրավիճակին, որը ի սկզբանե ծագել էր ձեր պահվածքից, երբ որ դուք չհավելով մի րոպե պատասխանեմ, մի ընդհատեք ինձ, հետո ես մեծ արարքի բարձրացեք, մի րոպե,